Վերջում ես ցանկանում եմ կրկին ընդգծել հետևյալը։ Ընդգծել, որ պատմությունը ժխտելը, պատանդների իրողությունը ժխտելը, այն փաստը, որ ոչ ոք պատրաստ չեղավ դա առաջ քաշել, վախենալով պարոն Ալիևի փխրուն էգոից եւ խառնվածքից, դա արտարացում չէ, դա ընդամենը վկայում է քաղաքական վախկոտության մասին, իրեմս պարոն Փաշինյանի։ Ես տարեց մարդ եմ եւ այս իրավիճակը ինձ հիշեցնում է այն ժամանակը, երբ իրանցիները պատանդներ վերցրեցին մի քանի տասնամյակ առաջ Ջիմի Քարտերի նախագահության օրոք եւ իրանցիները հավատացած էին, որ Ջիմի Քարտերը ռազմական որևէ գործողություն չի կատարի, բայց երբ Ռոնալդ Ռեյգանը հզոր անց եկավ դարձավ նախագահ, իրենք ժամերի ընթացքում պատանդներին ազատ արձակեցին։ Ժամանակն է, որպեսզի փոփոխություն տեղի ունենա Հայաստանում։ Եվ ես հավատացած եմ, որ եթե կստակ այս ձեռնարկը, ձեզ հասկանալի կդառնա, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որ այստեղ տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության։ Եվրոպական իրավունքի մեջ որևէ հիմք չկա, որպեսզի աշխատանքային խումբ ուղարկվի այստեղ, որպեսզի միլիոնավոր եվրոներ այստեղ ծախսվեն, աջակցելու համար պարոն Փաշինյանին եւ աջակցելու համար այս գաղափարը, թե մենք ռուսական սպանալիքը պիտի մտահոգիչ լինի, երբ մենք քաջ գիտենք, որ ադրբեջանցիները ներկայացված են այլ երկրները, ներկայացված են եւ որ ամենամեծ վտանգը ազատ եւ արդար ընտրությունների համար Հայաստանում դա պարոն Փաշինյանի կողմից իրականացվող ավտորիտար քաղաքականությունն է եւ արևմուտքում գտնվողները, ովքեր գիտեն նրա քաղաքականությունների եւ նրա վարքագծի մասին, ինձ հիշեցնում են այն մասին, որ իրենք անկարող են պաշտպանել հայաստանցիների հայերի մարդու իրավունքները։ Ինձ հիշեցնում է ԱՄՆ-ի քաղաքականությունները Հարավային Ամերիկայի նկատմամբ, երբ այնտեղ բոլորը բռնապետություններ էին եւ ԱՄՆ-ը դա թույլ էր տալիս ինչ-որ կերպ առանց մեկնաբանությունների։ Մենք պիտի աշխատենք Եվրամիության հետ, բայց պիտի Եվրամիության հետ աշխատենք այնպես, որ դա լինի կառուցողական ժողովրդի աշխատանքային կյանքը չխաթարվի եւ ես կարծում եմ խիստ կարեւոր է հասկանալ, որ երբ Փաշինյանը խոսում է պատերազմի կուսակցության մասին, կամ երբ նա հարձակում է գործում կաթողիկոսի նկատմամբ, շատ նման նրա ինչ նախագահ Թրամփն արեց Ռոմի Պապի նկատմամբ Լեոնի, երբ այսպիսի դեպքեր են լինում, միակ տարբերակը հայերի համար իրենց եկեղեցին պաշտպանելու եւ իրենց ժողովրդին պաշտպանելու դա հենց գնալ եւ քվեարկելն է։ Եվ դա իրավական տեսանկյունից այս միջոցառման կարևորագույն ուղերձներից